Թոնիրով պատրաստվող ուտեստներ, հնոցի աղանդներ, լորվա բույսեր, հայկական տարազներ ու նկարչություն, ամենահայկական ու հայեցի ամեննիկ պատմությամբ ու ավանդույթներով։ Լորվա փամբակ համայնքում տեղի ունեցավ Եվրամիության աջակցությամբ հիմնադրված Լորվա օրան հայկական մշակույթի, արվեստի ու խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Սոսե բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։ Բոլոր նրանց, ովքեր որ անցել են մեր վերապատրաստման դասընթացները, առաջարկել ենք համագործակցել երկու տարբերակով։ Մի տարբերակը իրենք կարող են գրանցել իրենց սեփական բիզնեսը եւ որպես անհաձեռներից կամ սահմանափակ պատասխանատվության ընկերություն գալ այստեղ մատուցել առանձին իրենց ծառայությունները։ Երկրորդ տարբերակը նա է, որ ովքեր որ անցել են մեր վերապատրաստման դասընթացները կարող են գալ եւ աշխատել այդ բիզնեսների համար, ովքեր որ գրանցել են։ Հայկական տարած հակած պատանիների կողմից ներկայացված հետաքրքիր ավանդազրույցներով ու պատմություններով մեկնարկեց այսպես կոչված լավաշի եւ թոնրի տուրը։ Տիկին Բավականը երկար տարիների փորձ ունեցող հացտուղ է, բայց գործ չուներ, իսկ այսօր վերապատրաստումն անցնելուց հետո հնարավորություն ունի եւ աշխատելու եւ թոնրի ու լավաշի մասին իր գիտելիքները ցույց տալու։ Այն ամենի մեջ եթե սերեսներ դնեմ, ուրեմն լավ կստացվի։ Everything is really interesting. Ամեն ինչն էլ հրաշալի է, սպասվածից ավելի լավ, սակայն եթե պետք է մի տաղավար առանձնացնեմ, ապա դա նկարների հատվածն է։ Նկարները շատ գեղեցիկ են եւ իսկապես արժե առանձնացնել այն։ With its wonderful paintings. Թե աշխատատեղի առումով եւ թե Հայաստանի ամեն մի տարածաշրջանը ներկայացնելու համար, մեր туриզմի զարգացման համար նաեւ մեծ խթան է հանդիսանում, դրա համար ողջունել այս ծրագիրը եւ ինձ թվում է որ պետք է շարունակական լինի ծրագիրը։ Հայկական բոլոր պարերի քայլերը միշտ հիշեք, դեպի աճ են։ Լորվա օրանում հայկական կոլորիտն ամբողջական դարձրեց Զուռնա Դհոլի հնչողության ներքո հայկական պարը, ինչից անմասն չմնացին հյուրերը։